Բա մենք վերադարձանք, մենք ուղիղ եթերում ենք սիրելի հեռուստադիտողներ։ MAJ Group-ին շնորհակալություն հայտնենք, մեր գործընկերներն են, նրանք կօգնեն ձեզ շատ ու շատ այլ հարցերում, որոնք որ պետք կգան ձեզ պետական նպաստներ ստանալու օրինական ծրագրերի շրջանակներում։ Զանգարը 505 557 757 հեռախոսահամարով։ Մենք ուղիղ եթերում աշխատում ենք ու այսօր ես չեք պատկերացնի ինչքան երջանիկ տղամարդ եմ այս պահին ես տաղավարում, որովհետև կանայք են ինչ շրջապատում են, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից հաճելի, մեկը մեկից ժպտադեմ, պայծառ լուսավոր մարդիկ են եկել մեր տաղավար, բերելով Երևանի մաքրամաքուր Երևանի շունչը։ Իսկապես, այո։ Հատկապես վերևներում աշխատելուց տանիքների վրա հատկապես այնտեղ օդը շատ մաքուր է կարծում եմ։ Քնարիկ Զաքարյան, բարի առավոտ եւ իհարկե դերասանուհի Կարինե Ոսկանյան իր գեղեցկուհի մայրիկի հետ։ Բարի գալուստ կամ բարի վերադարձ, ինչպես եք։ Հրաշալի, առավել եւս որ հիմա ձեզ մոտ հյուր ենք, որովհետեւ երկուսիդ էլ շատ սիրում եմ ու շատ կարոտած է ամենայն ազնվությամբ։ Ու ուղիղ եթերը մի հատ ուրիշ շունչ է, չէ՞ միշտ ունենում։ Այո, միշտ։ Անմիջականությունը այլ է, ու զգացողությունն էլ է այլ, ու շատ զգացված ենք, որ մենք այս առավոտը սկսում ենք ձեզ հետ միասին։ Նմանապես։ Մենք ձեզ սպասում ենք դեռ նախորդ շաբաթ, այնպես ստացվեց, որ այս անգամ եք եկել, ես հիմա նայում եմ ձեզ, ես հիշում եմ քանի տարի առաջ, բավական երկար տարիներ առաջ մենք ինչքան ենք իրար հետ աշխատել, քնարիկի հետ այլ ոլորտում մայրիկի հետ այլ ոլորտում լրիվ ուրիշ տեղեր ու այսպես շատ հետաքրքիր արդյունավետ պրոդուկտիվ ու դուք չեք փոխվել ընդհանրապես։ Դուք եք Երևան Ավելի եք թարմացել, չէ՞։ Ես դու Իսկապես Երևանն է որ այսպես թարմ է պահում թե Թե իրաց գործով եք ուտես զբաղվում դրա համար։ Իմ կարծիքով սիրած գործը եւ ինչու՞ չէ Երևանը, այո, Երևանը մեր երկիրը, Հայաստանը եւ նաեւ սիրած գործը։ Այո, այո։ Որը պարտավորեցնում է։ Սիրած գործը հրաշքներ է գործում, իսկապես, երբ դու ամեն առավոտ կամ առհասարակ մեր դեպքում ամեն առավոտ է, բայց երբ գնում ես աշխատանքի ու սիրելով այդ վայրը, այն ինչով զբաղվում ես, դե մի փոքր պատմեք, ինչպես են գործերը Երևանում։ Արտավազդը բավականին երկար, ես էլ տենց քիչ չէ 4-5 տարի ես չեմ եղել Երևանում։ Կարոտել եք։ Այո, հատկապես մի տեսակ չգիտեմ, այդ գեղեցիկ վիդեոները, որ ներկայացվում է Երևանը, չգիտեմ, ամեն ինչը ավելի կատարելագործված ասես լինի։ Մարդիկ էլ ավելի գեղեցիկ, Արդյոք դա այդպես է։ Այդպես է, թե դա պարզապես պատկեր է այդպեսի։ Տանիքից է այդպես Երևանում։ Անկեղծ Երևանում սիրտդ իսկապես այլ կերպ է բաբախում, բայց երբ որ ես եկա այս անգամ այստեղ, քանի որ ընկերներիս մեծ մասը, չգիտեմ, ցավոք կամ ոչ ցավոք էստեղ են արդեն, ոչ միտեղ ասում եմ սիրտս այս մեծ ուրախությունը չի ապրել, որտեղ այդ ջերմությունը մարդկանց ու առաջ այնքան հեռու էր թվում, չէ՞, այս Երևան, Հայաստան, Ամերիկա, Լոս Անջելես, բայց հիմա կարծես այդ տարածությունը կրճատվել է։ Ես չգիտեմ դա նրանից է, որ մենք բոլորս միմյանց Instagram-ներում իրար հետևում ենք, այսինքն այնպես է, որ մենք բոլորս նույն կյանքով իրար հետ միասին շարժվում ենք առաջ։ Ու այդ տարածությունը էլ տենց սարսափելի չի թվում։ Հետո որ գալիս ես տեսնում ես ամենուր քո սիրելի մարդկանց ու անգամ հերթ չեն տալիս, թե ով պիտի այդ ժամին քեզ տանի ու օրդ ու ժամը չի բավականացնում ու հասկանում ես, որ այդ ջերմությունը, այդ հոգատարությունը այնքան հաճելի է, այնքան է մարդու սիրտը տաքացնում ու նաև երևի դա է, որ չգիտեմ, Հայաստանի այդ Երևանյան շունչը մեկը մարդկանց մեջ կա ու Երևանի այդ Երուսաղեմ, այդ չգիտեմ, Կասկադի այդ սրճարաններում երկար ժամեր անցկացնել, ուղակի խոսելը, ինձ թվում է այս կյանքում ամենամեծ երջանկությունը դա իրականում շատ պարզ փոքրիկ ուրախությունների մեջ է թաքնված։ Իսկապես Ես անկեղծ անչափ բոլորս կարոտում ենք մեր Երևանը, մեր քաղաքը, բայց մենք էլ այդ կարոտը շատ չենք կարողանում զգալ այստեղ, որովհետև նախ մեր տաղավար են շատ գալիս են մարդիկ, ովքեր Երևանից նոր գալիս են, միանգամից գալիս են մեզ մոտ ու մենք անչափ այս կարոտը կարծես փորձում ենք խեղդել այդ գոնե շփումների մեջ, հարաբերությունների մեջ։ Ես քնարիկ հիշում եմ դեռ 4 տարբերակից, այդ նախագծերից տարբեր միջոցառումներ մենք իրար հետ անցկացրել ենք, ես վայելել եմ ձեր կատարումները։ Հիմա 4 տարբերակից 3-ը այստեղ են գտնվում։ 2։ Եթե ես էլ իրենց հետ 3 ճիշտ ես ինչ առումով։ Գոհարը, այո, գոհարները 2 այստեղ
են, մենք ունենք Լուիզա, որ մեր մտերիմ ընկերուհին է, ու երբ որ մի պաուզում ենք, մի երկ արել ենք Լուիզայի հետ, բայց այդպես արդեն չշարունակվեց 4 տարբերակը, բայց ես ու Նարինեն Երևանում ենք։ Ճիշտ, այսպես խնձորը կիսել ենք։ Ինձնից առաջ Նարինեն էր այստեղ հյուր եկել մեր ընկերուհիներին, ու հիմա ես, ու անկեղծ եմ ասում, Գոհարին ասում, գիտես Գոգ, ինձ թվում է, որ արդեն մենք ուղղակի ընկերուհիներ չենք, այլ քույրեր ենք, այո, ընտանիքի անդամների պես։ Հիմա ինչ էի ուզում հարցնել։ Այն ժամանակ երկարվեստներ, հետո դե հիշում եմ թատրոնը, մեր Մկրտչյան, չէ, թատրոնում էիր, այո։ Հիմա մի շատ գեղեցիկ նախագիծ ես անում, որ կոչվում է Սրտի տանիքներով, ու ես անկեղծ քանի հաղորդում նայել եմ, այդքան հուզվել եմ։ Ես չգիտեմ, ինչ է։ Շատ գեղեցիկ է։ Եվ քո էմոցիոնալ մոտեցումներն են այդ մարդկանց հյուրերին, եւ նաեւ երբ վերևից նայում ես այդ քաղաքին, կարոտը ես ուզում առնես ու սենց ես ամեն անգամ հուզվում եմ անկեղծ, աշխատում եմ շատ չնայեմ։ Բայց իրոք այդ նախագիծը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Շնորհակալ եմ անսահման։ Այդ կարծում եմ հենց քեզնից է, որ կարողանում ես բացել մարդկանց, որովհետև շատ դժվար է, չէ՞, արտիստներին բացել իրենց էմոցիաները արտահայտել, բայց ինչ ես կարծում, այդ վերևից ուրիշ ձև է նայվում, վերևում ուրիշ ձև է հարցազրույցը եւ էմոցիաները լինում մարդկանց։ Անկեղծ դա մենակ ես չեմ նայում, մեր Մուսա Production-ի թիմն է, որ շատ լավն են ու փայլուն են իրենք, ու երբ որ հյուրը գալիս է, այսինքն այդ իրենք մոռանում են, որ տեսախցիկի առջև են։ Ես էլ եմ մոռանում, որովհետեւ այդ վերևում անկեղծ ասած էներգետիկան էլ է ուրիշ։ Ու դու երբ որ կտրվում ես, իմ երազանքներ, որ միշտ հեռուստադիտողը, չգիտեմ, ունկնդիրը, հետե որդը որ նայ, մտածի, որ ինքը թաքուն երկու ընկերների զրույց է լսում։ Ու քանի որ ես ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, ու երբ որ կային ժամանակներ, երբ որ տարբեր ինչ որ վատ խոսքեր էի լսում մեր մտերիմ մարդկանց մասին, կարծիքներ, որոնք ընդհանրապես ճշմարտությանը չէին համապատասխանում, միշտ ուզում էի, որ մի հատ իմ աչքերով այդ մարդկանց տեսնեն, մի հատ ուրիշ անկյունից այդ մարդկանց տեսնեն, ու եղավ տանիքներովը։ Իրականում հենց տանիքում նկարելու գաղափարը շատ անկեղծ կլինեմ, եղբորս գաղափարն է Հրաչյոյինը Զաքարյան, որը շարմին գլխավոր ռեժիսորն է։ Ես միշտ ուզեցել եմ այդ ինտերվյուները անել, որովհետև շատ սիրել եմ, խենթացել եմ Օփրա Վինֆրիի համար, որովհետև իր այդ անմիջականությունը ապրումակցել է, հա, հյուրին հերոսին, բայց չի ուզում, որ դա լիներ երկու աթոռի վրա նստած, ու եթե տեսնես, մենք կամ կանգնում ենք, կամ տանիքի եզրին ենք նստում, որովհետև այդ աթոռից ես չգիտեմ ինչի միշտ խուսափում եմ, ինչ-որ այլ տարբերակ եմ ուզում գտնել, բայց ոչ աթոռ։ Ու այո, երբեմն լինում են անգամ չափից շատ անկեղծ պահեր, որոնք որ մենք հետո մոնտաժից հետո չենք դնում։ Լինում են զանգեր, որ խնդրում են, որ այդ հատվածը, որը որ մոռացել են ու շատ են անկեղծացել, որ այդ հատվածը չլինի։ Ու մենք դա սիրով անում ենք, որովհետև մեր թիմի համար առաջնայինը ոչ թե այդ շատ դիտողականությունը, այլ մարդկային հարաբերությունները։ Օրինակ, այստեղ էլ կարող ես մի քանի նախագիծ անել, եթե ժամանակ։ Եթե տանիք գտնեք։ Ինչի՞ կան։ Կանտակ եմ անկեղծ ասած նպատակ կա, այս անգամ չեմ կարող, որովհետև տուրիստական վիզայով եմ եկել, գիտեմ, որ դա չի կարելի, հետո էլ չեմ գա, քանի որ ցանկությունս մեծ է։ Ուսամ հաջորդ անգամ որ գամ, այնպես կգամ, որ կկարողանենք այստեղ տանիքներ նկարել ու դուք կլինեք իմ հերոսները։ Վայ, քնարիկ ջան, բոլորը սենց անկեղծ լինեն, բայց թույլ տուր Արտավազդի ասածին ես մի բան ավելացնեմ, լրիվ անկեղծ։ Ինձ թվում է այս դեպքում ասածից ամենալավ իմաստով խնդրում եմ հասկացիր 4 տարբերակից հետո այս հաղորդումը քեզ այնքան գեղեցիկ կերպով բացահայտեց հաղորդումը քեզ դու այլ բան է արդեն հյուրերին դա քո պրոֆեսիոնալիզմը ինքդ քեզ վրա աշխատելը բայց չգիտեմ ինձ համար լրիվ բացահայտում էիր դու երբ ես այս հաղորդումը սկսեցի դիտել անկեղծ եմ ասում ես այս քնարիկին չէի ճանաչում ու ես հաճելիորեն զարմացա այնքան sense խորություն այնքան հանգստություն այդ վարման մեջ հա process
երեսի մեջ, այնքան առհասարակ, հա, ոնց որ ձուկը ջրում ու շատ գեղեցիկ կերպով։ Ես սրտանց իսկապես ուղղակի ուզում եի անպայման ասել ու ուրախ եմ, որ այսօր քո դեմքին եմ դա ասում, շատ գեղեցիկ կերպով են շատ հազվադեպ է հիմա մեր օրերում հաղորդավարներ կան, ովքեր պարզապես անում են իրենց աշխատանքը, բայց ու չես կարողանում իրենց բացահայտես, էլի, ուղղակի խոսում են ասենց ինչ որ վառերի կույտ է, որը ասվում ու անցնում է։ Քո դեպքում չէ, այս հաղորդումը իսկապես ճիշտ տեղում ես, ճիշտ բան ես վարում, չէ, անկեղծ այդպես չի, ինձ համար այդպես է։ Այո, շնորհակալ եմ։ Ու անկեղծ այնքան, քանի որ առիթը ստեղծվել է, այնքան Աստծուն, Աշոտներ Մաթևոսյանին իմ շատ լավ ընկեր։ Միշտ ասում ասմալսի հերիքա ասես, բայց անկեղծ եմ ասում, այնքան շնորհակալ եմ, որ ես հիմա այստեղ ձեզ մոտ եմ նստած, որտեղ ես կարծում եմ այս ART-ն առհասարակ, պարոն Օղլախչյանը ընտանիքի անդամ ես դառնում։ Այո, որ ինձ համար որ այսի մարդկային հարաբերությունները ամենաթանկն են։ Ես միշտ ասում, այնքան շնորհակալ եմ, որ դու պարոն Օղլախչյանի հետ ինձ ծանոթացրեցի։ Ու այս հաղորդումը այս հարթակում գնում, որովհետև պարոն Օղլախչյանի համար էլ շատ կարևոր է որակը, ինձ համար էլ դա այնքան թանկ է այդ որակը։ Կապ չունի, թե դու գուցե նկարես այնպիսի մեկին, որ դիտումները շատ ավելի լինեն, իր ինստագրամյան էջում հետևորդները շատ ավելի շատ են, բայց կա մի բան, որը չգրված օրենքներ քո ներսից, որ դու չէ որ դու ներկայացնում ես մարդու նաև մարդկային տեսակը, բայց նաև իր արած գործը ու գործեր կան, որոնք որ ես մեկ-մեկ չեմ ուզում, որ դու մարդ պրոպագանդի, ինձ համար կարևոր է, որ ես կադրում մարդու աշխատանքով հիանամ։ Այդ մարդով իսկապես իր մարդկային որակներով հիանամ, այդ ժամանակ ինքը իմ իսկական հերոսն է։ Ու հաջողված արդեն դա։ Ես հիշում եմ, Կարինե ջան, որ ժամանակին, հիմա չգիտեմ, իհարկե շատ բան է փոխվել, 10 տարի առաջ, մենք 10 տարի է ես այստեղ եմ բնակվում, դրանից առաջ բազմաթիվ միջոցառումներ ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնում դուք ղեկավարում եք այդ ամենը, տարբեր միջոցառումներ, թե կլինեն բանակում, չէ, թե զորամասերում ավելի շուտ, թե կլինեն օպերայում, տարբեր համալիրում, դահլիճներում, ես հիշում եմ մի անգամ միջոցառում էր հենց ներքին գործերի նախարարության դահլիճում, ու բոլորը բաներ էին, ոստիկաններ էին, համակարգի աշխատողներ էին, ինձ համար մեծ պատասխանատվություն էր ամեն անգամ ելույթ ունենալ իրենց առջև կամ առհասարակ նման պետական նշանակության միջոցառումներ։ Հիմա շարունակվում է այդ ամենը, որովհետև դա շատ կարևոր միջոցառումների շարքեր էին ժամանակին, որոնք արվում էին ու ձեր շնորհիվ այդ ամեն ինչը մատուցվում էր այն մարդկանց, ովքեր իսկապես ծառայողական լուրջ աշխատանքներ էին կատարում։ Հիմա շարունակվում է, բայց ճիշտն ասած ուրիշ ֆորմատով։ Շարունակվում է այն ինչ որ կարող ենք անել, անում ենք։ Այո, ես եմ շարունակում, որովհետև մի շրջան չաշխատեցի այդտեղ, այնի մշակույթի կենտրոնի տնօրենն էի եւ այնտեղ էի կուրացիա անում ամբողջ մշակույթը, հետո նորից վերադարձա, բայց ինչ խոսք արտավաճան, որ ես միշտ համատեղել եմ թատրոնը, որ թատրոնը իմ համար, իմ սիրտն է, իմ հոգին է եւ իմ տունն է։ Հերիվ այլ դա։ Հա, դա Մալյան թատրոնն է, գիտես, որ դա իմ համար ամենահարազատ ու սիրելի օջախն է։ Իսկ ինչպես է թատրոնում առհասարակ կյանքը, որովհետև ժամանակին մշակութային այսպես գործիչներ կամ նախարարությունը կամ մոտեցումը մի քիչ քաղաքականության առումով, չեմ ուզում քաղաքականացնել, բայց քաղաքական առումով ուղղեցիրը ուրիշ էր թատրոնների հետ կապված, հիմա մի փոքր այլ մոտեցումներ են, ավելի ոնց է, լավ է։ Ճիշտն ասած, բանը մի քիչ ոգևորվածությունը ավելի շատ է, ֆինանսավորումը, ասենք լինում է, որ ասենք ֆինանսավորում են ներկայացումներ, եւ պիտի ասեմ, որ լավ ներկայացումներ արվում է։ Մեր թատրոնում էլ պրեմիերաներ շուտով սպասում ենք, որ կլինի, եւ հետո հիմա կոմերցիոն ներկայացումներն էլ են շատ, որը շատ մեծ ստիմուլ է տալի յուրաքանչյուր դերասանին, որտեղ դու քո թատրոնում աշխատում ես եւ հետո քեզ հրավիրում են ուրիշ թատրոն, դա էլ մի ուրիշ օդ է բերում քեզ։ Եվ թարմացում, այո, շատ կարևոր է։ Հետո սենց իրար հետ շահկապվում ենք, այս թատրոնի չէ, որ ամեն մեկս ունենք մեր շկոլաները, եւ մեկ էլ դրանք միան խառնում են ու բավականին հետաքրքիր է ստացվում։ Հետո ծանոթանում ես, մտերմանում ես, մի ուրիշ ընտանիք է ստեղծվում, դա հաճելի է շատ։ Իսկ հիմա շատ բան է փոխվել իրականության մեջ, բնականաբար Հայաստանում էլ էս արհեստական բանականություն, ամեն ինչը նորարարական, արդյոք հայ հանդիսատեսն էլ է Հայաստանում ապրող մնացել նույնը, որը տենց սերտ կապված էր թատրոնի հետ։
Ես ասեմ ձեզ, որ ես նենց եմ սիրում մեր հայ հանդիսատեսին, որտեղ ինձ թվում է մեր ազգը շատ թատերասեր է։ Այո։ Ու շատ ռոմանտիկ։ Ճիշտ եք, այո, ճիշտ եք։ Դուք այդ աչքերով եք նայում միանշանակ, բայց ես էլ եմ համամիտ դրա հետ, որովհետև իսկապես, եթե լավ ներկայացումներ լինում են, գնահատում են միշտ Եվ ուրախություններ այստեղ բնակվողների վերջին ժամանակներում այստեղ էլ թատրոնները սկսեցին ակտիվանալ։ Ես այդ դրան եմ ուզում տանել խոսակցությունը, երբ մենք պարոն Օղլախչյանի հետ միասին ամիսներ առաջ զրուցում էինք քո ներկայացման, ձեր ներկայացման հետ կապված, ես չեմ հիշում ինչ ներկայացման կոնկրետ շուրջ էինք զրուցում, բայց ձեր այստեղ գալու եւ ներկայացումներ բերելու նպատակով թեմաներ արծարծվում, հա։ Խոսքը որ ներկայացման մասին էր խոսքը։ Խոսքը ազատ զույգի մասին է։ Ես եւ Մխիթար Ավետիսյանն ենք խաղում Երգի պետական թատրոնում, պրոդյուսերը Մանենա Գրիգորյան ու ասեմ, որ ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է։ Ինքը մեծամիտ չհնչի, բայց ստացված ներկայացում այն առումով, որ թեման արդիական է, ինքը շատ ինտերակտիվ կերպով է լուծած, այսինքն երբ որ հանդիսատեսը գալիս է, մեզ հետ ծիծաղում է, ինձ հետ մեկ-մեկ լաց է լինում, հետո էլի ծիծաղում է այդ արցունքների միջից։ Ու խոսքը այն մասին է, որ տղամարդը միշտ ուզում է, որ իր կողքին ավելի երիտասարդ կին լինի, ու երբ որ հարաբերությունները, զգացմունքները թմրում են ու այս տղամարդը մի տեսակ ես կնոջ արդեն անտեսում է որպես կին, ընդունում է մայր, քույր, բայց ոչ կին, բայց կին ուզում է մեռնի, բարիս բուն իմաստով։ Հետո երբ որ կինը ասում է, որ գիտես, ես գտել եմ իմ երջանկությունը, իմ կյանքում էլ կա արդեն տղամարդ, այդտեղ տղամարդն է իրան կորցնում, կա չէ, ասացված գնա մեռի, ինքը ինձ թվում է թեման ցավոք սրտի արդիական է, որովհետև այսօր շատ տղամարդիկ ազատ հարաբերություններ կնոջը առաջարկում են, որ այդ ամենը շատ ազատ լինի, բայց ֆինալը մենք շատ հետաքրքիր ենք լուծել, չեմ ասի, որ հետո Աստված տա, որ ստացվի, մենք գանք այստեղ ու խաղանք ընկնվել ենք, չէ՞ սցենարի մեջ։ Էդուարդո դե Ֆիլիպո կոչվում է ազատ զույգը։ Շատ հետաքրքիր։ Այո, ու ինքն էլ ներկայացում շատ հետաքրքիր է լուծած, հետո դաշնամուրի ամբողջը մի հատ նաև դաշնամուրի շուրջ է կատարվում, այսինքն մեզ բեմում անհրաժեշտ է լինում որպես դեկորացիա մի հատ լայն սև դաշնամուր։ Մենք ունենք այդ դաշնամուրը, այնպես որ պարոն Օղլախչյան առաջարկում եմ ես ներկայացում իսկապես շարժել, այսպես ասած, եւ բերել Լոս Անջելես, որտեղ այստեղ էլ մեր հանդիսատեսը եւ պահանջարկը ունի, եւ ասեմ դες այդ ծարավը կա, որ անընդհատ ուզում են ինչ-որ մի նոր բանի գնալ, նայել ներկայացում, դա կլինի ֆիլմ, կլինի պրեմիերաներ, ինչ որ հետաքրքիր։ Այնպես որ հուսանք, որ մոտ ապագայում, չգիտեմ երբ, բայց մոտ ապագայում կգաք ներկայացման Մխիթարի հետ միասին։ Ես ու Մխիթարը, անկեղծ եմ ասում, շատ ենք ցանկանում, այդ ինձ համար ուներ չէ երազանքներից, առաջի եռյակումը։ Եվ գիտեք ինչ է հետաքրքիր բանը, ես իր բոլոր ներկայացումներին գնում եմ նայում եմ, որովհետև անդադ անհանգիստ եմ, դաշնամուրից բարձրանում, իջնում, հա։ Ու ամեն անգամ հուզվում եմ, ամաչում եմ, որ հուզվում եմ, անհարմար եմ զգում, հիմա կասեն մայրն է եկել է հուզվում է բան, բայց հետաքրքիր մի բան է տեղի ունենում։ Ով որ գալիս է ներկայացմանը, հաջորդ անգամ գալիս է իր ամուսնու հետ։ Ամուսնուն անպայման բերում է։ Մի բան սովորեցնում, ցույց տալու։ Ամուսինները գալիս են կանանց հետ։ Սիրով գալիս են, նստում են ու նայում են։ Իսկապես գալիս են ու ես այնքան եմ հուզում, երբ որ նույն մարդը նորից է գալիս։ Ու անկեղծ այդ տպավորություններով գնում են, հետո արտահայտում։ Ես գուշակել ավարտ այդ ներկայացման։ Ես ոնց հասկացել լավ ավարտվում։ Բայց իմ կողմից է, չէ։ Կադրից դուրս քեզ կպատմեմ։ Հա, շատ լավ։ Մի անգամ հիշում եմ, բանը զույգեր էին, երևի ամուսնացած, չամուսնացած չեմ կարող ասել, զույգեր են իրար հետ, մեկ էլ բանը կողքս են նստած, այդ տղան սենց անում, ես գնամ ծաղիկներ բերեմ գամ։ Նա ասում է բանը, բայց արդեն սկսվել, ասում է, ես աննկատ կգնամ, կբերեմ, կգամ։ Ու գնա ծաղիկների հետևից։ Քնարիքի համար։ Հա։
Անկետս Մանեն Գրիգորյան մի օր գրեց ինձ թվում է դու մեր Ստաս Միխայելով դես ասեմ ինչի ես այնքան այ հիմա առիթն էլ ուզում եմ չկորցնել ու ասել որ այդ սերը ինձ թվում է գալիս է սրտի տանիքներովից որովհետև ես տեսնում եմ մարդիկ ովքեր որ ինձ Instagram-ով հետևում են գրում են ու ես հաճախ պատասխանում եմ ինչքան հնարավոր է միշտ պատասխանում եմ որովհետև սիրում եմ այդ մարդկանց այդ մարդիկ այնքան մեծ սեր ու ջերմություն են փոխանցում արտա ու որ տեսնում եմ իրանք միշտ գալիս են ծաղիկներով։ Ու ես շատ հուզվում եմ դրանից։ Հուզվում եմ, որ իրանք այդ գումարը միշտ ուզում ես ծանոթիդ բարեկամիդ ես, չէ՞ ծաղիկներ տան։ Տոմսը դառնում ես, ասում ես դե արդեն տոմսը գնել եմ արդեն։ Հերիքա։ Բայց այդ մարդիկ միշտ գալիս են ծաղիկներով։ Ես ինչքան էլ այդ ծաղիկները նաև իմ ընկերներին բաժանում եմ, հետո մի մեծ մեքենա են կանչում ու այդ ծաղիկները հերթով լցնում են այդ մեքենան, անգամ այդ կողքի սրճարան կա, միշտ ինձ մատուցողներ ասում են քնարիք ջան, մենք հələ չենք տեսել, որ ամեն անգամ այսքան ծաղիկներով ստեղից եռան։ Դա շատ հաճելի է։ Շատ իհարկե, դա գնահատելի է։ Բայց ուզում եմ ասեմ, որ նենց շնորհակալ եմ մամայիս, ոչ թե կողքից որ նստած է, որ ինքը իմ այսպես հիմա ասում է, որ հուզում է, բայց ինքը իմ ամենամեծ քննադատն է։ Ինքը իմ ամենափոքրիկ վրիպումը նկատում է։ Իսկ դա դերասանի համար այնքան կարևոր է, որ դու կողքիդ ունենաս մարդ, որ հավատում ես, ով քեզ ճշգրիտ ինչքան էլ դա ցավոտ լինի այդ ապտակելը դեմքի, բայց այդ ապտակի, որ դու կարողանաս աճես ու այդ սխալները թույլ չտաս։ Առողջ քննադատությունը, չէ՞, միշտ տեղին է, այո, հատկապես մայրիկի կողմից։ Ինձ թվում է իմ դեպքում էլ է օրինակ միշտ էսպես եղել, Միշտ իմն էլ, երբ որ ես ինչ-որ միջոցառում եմ վարել կամ հորեղբայրս է նստած եղել, կամ մայրս է նստած եղել, ես մի անգամից խառնվել եմ իրար ու հասկացել եմ որ ամենախիստ քննադատը ամենամեծ պատասխանատվությունը այդ երկուսի մեջ է, էլի մնացածը մոռացել եմ 1200 հոգին ասի։ Շնորհակալություն ձեզ։ Շատ շնորհակալ ենք ձեզ այսօր մեր հյուրը լինելու համար։ Մենք կուզենք մի ժամ էլ միասին զրուցել։ Այո, շատ հաճելի է։ Բայց հաճելի զրուցակիցներ եք։ Սպառվում է, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Անչափ ուրախ ենք, որ այսօր եկաք մեզ մոտ ու տա Աստված, որ շատ առիթներ, որ գաք թե ներկայացմամբ, թե պարզապես զրույցներով, թե տանիքներով, սրտի, մի խոսքով, կսպասենք ձեզ նորից մեր տաղավարում։ Ես շատ սիրում եմ երկուսիդ էլ ու անչափ եւս մեկ անգամ շնորհակալ եմ այս հրավերի համար ու ձեր ներկայությունը վայելելու համար։ Շատ շնորհակալ։ Ես էլ շատ շնորհակալ եմ ձեզանից, համել շատ հաճելի էր ու շատ կարոտած էի ու շատ ուրախ եմ, որ ձեր սրահում գտնվում։ Շնորհակալություն։ Ձեզ լավորվա ընթացք ենք մաղթում։ Մենք այս պահին կարճատև գովազդով ենք ընդհատվելու, հարգելի հեռուստադիտողներ, Դերենիկ Յափունջյանին ենք ողջունելու լրահոսով վայրկյաններ անց, հեռու չգնաք, մնացեք էկրանների առաջ, այս պահին գովազդ։